ուրախանում ես։ Եվ որ դու ասում ես հալելույա, հայր, ես քո որդին եմ։ Դու ուրախանում ես, ինչու համար, քանի որ դու հավատում ես։ Բայց ինչքան հավատացյալներ կան, երբ որ դու նայում ես նրանք նման են ծեփած գերեզմանների։ Նրանք տրտում են, նրանք տխուր են, կարծես թե եկել ես իրանից փող ուզելու հիմա։ Կարծես թե հանդիպել ես մեկին, որ քեզ պարկ կա քեզի։ Կարծես թե հանդիպել ես մեկին, որը քեզնից, որը պարկ կա, որին դու պարկ ես։ Ինչքան հավատացյալներ կան այդ ձևի։ Սիրելիներ, ըստ չկա մեծը փոքր, բոլորս Հիսուսի գործով կատարված ենք։ Մեկս արդեն հասկանում է, մյուսը դեռ չի հասկանում։ Հավատքի տարբեր չափեր են, ամեն։ Բայց բոլորս նույն կոչումի, բոլորս Քրիստոսի նման հասակ ունենալու համար ենք։ Ամեն։ Ինչ տարբերություն է եղբայրը կամ ես։ Հիսուսը իր համար արյունա թափ է, եւ ինքը Հիսուսի արյունով արդարացած է։ Հիսուսը իմ համար արյունա թափ է, եւ ես նրա արյունով արդարացած եմ։ Հիսուսը իր համար հարություն առե, եւ ինքը Հիսուս Քրիստոսի մեջ, եւ Հիսուս իմ համար հարություն առե, եւ ես Հիսուս Քրիստոսի մեջ հարություն եմ առած։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Աստված մեր կողմն է, օրհնյալ է նրա սուրբ անունը, օրհնյալ է նրա կամքը փառավոր։ Ես ուրախ եմ իմ Աստծովը։ Դուք հասկանում եք սիրելիներ, ասում եմ դուք կտրված եք, որոնք ուզում են գործերով արդարանան։ Դուք կտրված եք։ Հոգևորները կտրվում են սիրելիներ, ինչպես Իսրայելը։ Կտրվում են ինչի, որոնք գործերով են ուզում մոտենան Աստծուն։ Իրանց կյանքին են նայում մոտենալու Աստծուն։ Սիրելիներ, Աստծո խոսքը գրում է, որ կարդամ այդ համարը սիրելիներ, որ այսօրվան է վերաբերվում մանավանդ, հալելույա։ Չեք պատկերացնի, Աստված սեր է սիրելիներ, ձեր համար եւ իմ համար։ Մենք ինչքան շնորհք հասկանանք, այնքան Աստծո սիրով կլցվենք։ Ինչքան Աստծո սիրով լցվենք, այնքան կազատվենք։ Ամեն ինչեր։ Ինչքան մենք Աստծո սիրով լցվենք, այնքան մենք կհարբենք Աստծո սիրով։ Ինչքան մենք հարբենք Աստծո սիրով, այնքան մենք ազատ քրիստոնյաներ կլինենք։ Ազատ քրիստոնյաներ, քրիստոնյան բառը նշանակում է ազատություն։ Մեզ Աստված կանչել է ուրախության եւ ցնծության եւ ազատության։ Հալելույա։ 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 Ես ուզում եմ մի հատ համար կարդամ սիրելիներ։ Սա էլ Աստծո շնորհ, որ այսօր ես ստեղ եմ հավատացել։ Եբրայեցիս 9-րդ գլուխը, նայեք ինչ ա գրում այստեղ։ Ախր դրա համար չեմ ուզում շատ ժամանակ գիրք բացեմ։ Որքան ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձը անարակ պատարակ մատուցրեց Աստծուն, ձեր խշմտանքը կսրբե այն մեռած գործերից, որ կենթանի Աստծուն պաշտեք։ Նայեք սա Աստծո գործն է։ Որքան ավելի Քրիստոսի արյունը, որ կսրբե ձեզի, որ մեռած գործերից կենթանի Աստծուն պաշտեք։ Սա ում գործն է։ Սա Աստծո գործն է։ Հովհաննես ասում էր, Հոսելին ասում է նրա ձեռքին է, եւ նա ինչ պետք է անի։ Նա իր կալը կսրբե եւ իր ցորեն իր շտեմարանը կժողվե։ Ո՞վ է սա անում։ Աստված ինքն է անում։ Ամեն։ Աստված սկսել է իր գործը եւ Աստված պետք է ավարտի։ Ամեն։ Եվ ովքեր պետք է այդ ավարտին մասնակից լինեն։ Նրանք, որոնք հավատում են։ Ոչ թե նրանք, որ գործում են։ Աբրահամը հավատում էր եւ Աստված ասեց դու Աբրահամ կոչվես, ոչ թե Աբրահամը գործում էր, Աբրահամը հավատաց Աստծուն եւ իր հավատքը արդարություն սեպեցավ։ Դու հավատում ես Աստծուն, դու պետք է հավատաս, որ Հիսուս քո համար արյուն է թափե։ Սիրելիներ, շատ մարդիկ կան, որ սատանայի նման են հավատում։ Սատանան ինչպես է հավատում սիրելիներ։ Սատանան հավատում է, որ Հիսուս աշխարհ է եկել, բայց ոչ իր համար։ Երբ որ մենք հավատում ենք, որ Հիսուս աշխարհ է եկել, Հիսուս արյունա թափե, այս եղբոր համար, ոչ իմ համար։ Հիսուս նրան արդարացել եւ ոչ թե ինձ։ Սա ինչ է։ Սա Աստծո հավատք չի։ Սա Աստծուց եկած հավատք չի։
Եվ որ քոնը չի, նրաննա, նրա համարա։ Հիսուս արյունաթափ է ամեն մեկի համար, որ ով որ հավատա, չկորսվի հապավիտենական կյանք ունենա։ Ով որ հավատա, ով որ ընդունի, որ Հիսուս իր համար է արյունաթափ է, նա արդարացած է։ Հալելույա։ Մենք ուրիշ գետին չունենք սիրեներ, մենք մի գետին ունենք, Հիսուսի խաչը և Հիսուսի հարությունը, մենք մի ավետարան ունենք, Հիսուսի խաչն ու Հիսուսի հարությունը, մեր բոլոր հարցերը Հիսուսի խաչի մեջ է կատարված սիրեներ, ու մենք պետք է հավատանք, ամեն, արդարի ասմա օրը ինչյա նման, ծագը ու արեգակի նման է, հավատքը պետք է ավելանա, հավատք, մինչև ծագող օր ալինում, մինչև կեսօր ալինում, սիրեներ, քու հավատքը պետք է օրեցօր աճի, օրինակի համար, կամ մի օր, որ դու հավատում ես, որ այո, ես մեղավոր եմ, Հիսուս իմ համար արյունաթափ է, երկրորդ օրը դու հավատում ես, որ Հիսուսի արյունով դու արդարացած ես, երրորդ օրը դու հավատում ես, որ Հիսուս քեզի համար է խաչվել, չորրորդ օրը դու հասկանում ես, որ Հիսուսի հարությունով ես հարություն եմ առել, և մինչև, գիտեք ամենավերջի հավատքը որտեղ է, երբ որ մենք Քրիստոսի նման հասակ ունենք, երբ որ մենք ամբողջովին հավատում ենք Հիսուսին, այսինքն ամբողջովին հավատում ենք ավետարանին, ամբողջովին հավատում ենք այս խոսքին, որ ասում է, Տերն իմ Տիրոջս ասավ, նստիր իմ աջ կողմս, ես քո թշնամիներին քո ոտքերի պատվանդան պիտի դնեմ, նստիր իմ աջ կողմս, չի ասում գործիր, Աստված է գործողը, Աստված ինչ է ասում, օրինակի համար նայեք տեսեք սիրեներ, մեկ օր կար, որ Տեր ինձ ասես, Գևորգ նստիր իմ աջ կողմս, երբ որ Աստված ասում է Տեր Հիսուսին նստիր իմ աջ կողմը, ում է ասում, քեզ է ասում, ինձ է ասում, ամեն, որտեղ մենք Հիսուսի մեջ ենք, չէ, երբ որ ինչ որ ես գրքի մեջ կա, երբ որտեղ որ ես ես գիրքը դնեմ, ուրեմն ինչ որ սրա մեջ էլ կա, են էլ անդեղ, երբ որ ես Հիսուս Քրիստոսի մեջ եմ, երբ որ հայրը ասում է Տեր Հիսուսին նստիր իմ աջ կողմը, ուրեմն նա ինձ էլ ասե, Գևորգ նստիր իմ աջ կողմը, հալելույա, և շարունակությունն ինչ ասում, ես, Աստված հայրը, ասում է Գևորգ, ես քո թշնամիներին պիտի դնեմ քո ոտքերի տակ, իմ թշնամին ով է, Կարո եղբայրն է, չէ, Սատանին, Տեսի, որ մի եղբայրն է իմ թշնամին, որ մի քույրիկն է իմ թշնամին, մեր թշնամին Սատանան է, Բոլորը քեզ իշոլով, ամեն, օրհնյալ լինի մեր Տեր Հիսուսը, նայեք տեսեք սիրեներ, ուրեմն Աստված, ինչքան մարդիկ կան, որ Սատանային ուզում են գցեն իրանց ոտքերի տակ, Աստված է, որ քո թշնամիներին գցում է քո ոտքերի տակ, ամեն, ով որ հավատա, պետք է տեսնի, որ Աստված ինչպես է Սատանային գցում իր ոտքերի տակ, ամեն, այս գործը Աստծո գործն է, մեր գործը Աստծո կատարածը ընդունելն է ուրիշ ոչինչ, ալելույա, Աստված Իսրայելին ասում էր, ով Իսրայել, լուր կեցիր, ես քո պատերազմները պիտի պատերազմեմ, ով Իսրայել լուր կեցիր, ով Երուսաղեմ լուր կեցիր, ով Աստծո ժողովուրդ, նստիր իմ աջ կողմը, ես քո թշնամիներին քո ոտքերի պատվանդան պիտի դնեմ, հալելույա, Աստված մեր կողմն է, ամեն, ամեն, ես ուրախ եմ, որ իսկապես սիրեներ, հոգևորները շատ ժամանակ օրենքի վարդապետներ են լինում, օրենքի քարոզիչներ են լինում և ոչ թե Քրիստոսի, չհասկանալով, սխալվելը այնքան նուրբ է, Գաղատացիս եկեղեցին հոգով էր սկսել, բայց մարմնով էր վերջացնում, նայեք,